Եվ օգտվելով առիթից, որ դուք ինձ ընդհատեցիք եւ հետեւաբար ես մի քիչ ավել ժամանակ կունենամ, ուզում եմ երկու բառեր խոսեմ ընտրակաշառքի մասին, էլի։ Ժորժ, դուք մեծագույն ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն եք այս պահին։ Հիմա ուժերից մեկը, որը մասնակցում է ընտրություններին, բռնվել է մի քանի անգամ, հասկանում եք, մի քանի անգամ բռնվել է ընտրակաշառք բաժանելու վրա, ասելիք չունեք։ Ես գիտեք ինչից եմ, բայց կարող չպատասխանել, պարզ որ ասելիք չունեք, ասենք ձեր գործընկեր Արամ Վարդևանյանը իրենց երկրորդ համարն է, Քոչարյանի փաստաբանը Կալուգացի օլիգարխի փաստաբանն է։ Ընդհանրապես ինձ թվում է, պարոն Վարդևանյանը որոշել է բան անել, անցնել Ալ Պաչինոյի համբավը որպես սատանայի փաստաբան։ Բայց վերադառնալով ընտրակաշառքներին, էլի, ես միշտ մտածել եմ, որ 2018-ի Թավշյա հեղափոխությունը պետքա դաս լինի ձեր բոլոր նախկինների համար, որ կաշառք տալը լավ բան չի, կաշառք վերցնելը լավ բան չի, որ ժողովրդին չի կարելի վերաբերվել որպես շուն շանգյալ։ Բայց լավ, ինչքան է ձեր մեջ նստած դուք թմրամոլ եք, դուք ընտրակաշառամոլ եք։ Ձեզ պետքա բուժել քաղաքականապես եւ հունիսի 7-ին մենք ձեզ կբուժենք։